AFL Winter Cup 2025-26 մրցաշրջան, այո դուք ճիշտ լսեցիք, սիրելի ֆուտբոլասերներ, ողջունում եմ ձեզ ու միասին ականատես կլինենք հիմա AFL-ի ամենասպասված ու հեղինակավոր մրցաշրջանի բացման հանդիպմանը, որտեղ միմյանց դեմ կմրցեն գլխավոր ֆավորիտներից Manchester City-ն եւ Առաջնության նորեկներից Paris Saint-Germain-ը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունում են միմյանց, իսկ մենք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին ու որպես Առաջնության նորեկ սկսենք Paris Saint-Germain-ից, ում դարպասը պաշտպանում է Արման Գալստյանը համար 1, Էդգար Թամազյան համար 2, Ռաֆայել Սարգսյան համար 5, Արտուր Հովանեսյան համար 6, Հայկ Մարտիրոսյան համար 8, Էրիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, Էրիկ Գրիգորյան համար 11, Նարեկ Մատինյան համար 12, Էդգար Խաչիկյան համար 18, Էրիկ Մնացականյան համար 19, Վիգեն Արաքելյան համար 33։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար։ Կա մրցավարի Սուլիչում մեկնարկած է հանդիպումը։ Manchester City դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլգացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, նա նաև թիմի ավագն է, Գարի Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արչակ Պողոսյան համար 14 եւ Արտուր Ալավերդյան համար 44։ Գնդակով City-ի ֆուտբոլիստներն են։ Արաքելյանն է գնդակով, ուղարկում այն Բուբայի ուղղությամբ։ Ու արդեն գնդակի վերահսկողությունը Man City-ի ֆուտբոլիստների տրամադրության տակ է, Խլգացյան։ Այո, ես ծանոթացնեմ Winter Cup-ի մրցաշրջանի անցկացման մասին։ 36 թիմ է ներգրավված Winter Cup-ում, ովքեր բաժանվել են երկու խմբերի, ամեն խմբում 18-ական թիմ։ Սա ախումբն է, որտեղ հիմա մրցում են այս երկու թիմերը City-ն եւ Paris Saint-Germain-ը եւ անցկացման կարգը այսպես է լինելու, այո, 18 թիմեր ամեն խմբում կլինի 17 տուր, 17 անցկացած տուրից հետո առաջին 8-յակը դուրս կգա play-off-ի 1 քառորդ եզրափակիչ, երկրորդ 8-յակը դուրս կգա play-off-ի փոքր գավաթի 1 քառորդ եզրափակիչ, իսկ 17 եւ 18-րդ տեղերը զբաղեցած թիմերը կլքեն մրցաշարը։ Շատ հետաքրքիր ձևաչափ է Winter Cup-ը AFL-ում, ամենասպասված ու ամենահայտնի առաջնությունն է AFL-ի եւ իհարկե թիմերը կանեն անհնարին այս մրցաշրջանի արգելքները հաղթահարելու համար։ Մուրադյան ուղարկում է գնդակը Արաքելյանի ուղղությամբ, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը, չնայած Արաքելյանը գնդակը պայեց դաշտի սահմաններում, Արտուր Ալավերդյան նորից դարպասապան Մուրադյանի հետ է խաղարկում գնդակ ու վերջինս հասցեագրում է Խլգացյանին։ Պողոսյան, տեսնենք վտանգավոր գրոհի են անցել City-ի ֆուտբոլիստները, Արչակ Պողոսյանն է գնդակով, բայց այստեղ հասցրին փակել նրա թե արվածի թե փոխանցման ճանապարհը, չեմ կարող ասել ինչ որոշում էր կայացնում այս դրվագում Պողոսյանը։ Գրոհում է PSG-ն։ Վտանգավոր գրոհ է, բայց այստեղ Արաքելյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը ու հիմա City-ն նետվում է առաջ Բուբա։ Լավ նկատեց Սարգսյանին, նորից Բուբան է գնդակով, բարձից փոխանցում դեպի Պողոսյանը, վտանգավոր է Սարգսյան, դեպի Պողոսյանը նորից փոխանցում տեսանք, Ալավերդյանն է գնդակով չի ավարտվել City-ի գրոհը, բայց հագեցին Ալավերդյանի հարվածի ճանապարհը։ Հիմա էլ PSG-ն է անցնում արագ պատասխանի, բայց Արաքելյանը այստեղ հասցրեց հեռացնել գնդակը ու կտեսնենք եզրային նետում փարիսցիների կատարմամբ։ Կա փոխանցումը, տեսնենք, բայց ուժեղ է ստացվում այստեղ PSG-ի գրոհ եւ հարված կլինի արդեն Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Արտաշես Արաքելյան, այո, երկու կարճ
Խոսքով ներկայացնեմ Man City այս տարվա անցկացած մրցաշրջանը թիմը նախ պայքարում է այս պայքարության բացի Winter Cup-ից AFL-ում թե Չեմպիոնների լիգայում թե Էդիտ լիգայի գավաթի շրջանակներում երկու տեղում էլ Man City-ն հասել է կիսաեզրափակիչ իսկ Էլիտ լիգան լավագույն քարյակն է եզրափակում City-ն իսկապես մի փոքր ետ մնաց չեմպիոնական մրցավազքից այս տարի, բայց իհարկե դեռ ունի անցկացնելու շատ հետաքրքիր հանդիպում ներկայությամբ առաջատարի հետ վտանգավոր գրոհ, բայց նորից հայրացեցին այստեղ PSG-ի պաշտպանները գնդակը Պողոսյան հաջող խլում կարողացավ կատարել ուղարկեց գնդակը Գաբրիելյանին, Սարգսյան շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Ալավերդյանը, բայց Ալավերդյանի կատարած փոխանցումը հաջող չստացվեց Պողոսյանն այստեղ պայքարում պահում գնդակի իր մոտ իսկ PSG-ն այս դրվագում նույնպես կարողացավ հաջող գործել հիմա արագ հակագրոհի ականատես կլինենք, բայց Արաքելյանը նորից պաշտպանությունում անթերի է գործում Գաբրիելյան թողեց գնդակը Արաքելյանին ու գրոհի տեղափոխություն Բուբայի ուղղությամբ Բուբա անցավ մեկ մրցակցի, թողնում է գնդակը Արտուր Ալավերդյանին Գաբրիելյան ու այդ փոխանցում դեպի Խլղացյան, այո City-ն աստիճանաբար խաղի ձեռքն է վերցնում Պողոսյան լավ փոխանցում ենք տեսնում դեպի Արաքելյանը վտանգավոր է Սարգսյան բացել է պետք է հանդիպան հաշիվը, բայց Պողոսյանը շատ նպաստավոր դիրքից չարվածեց Արաքելյանը արված ու կա Winter Cup-ում առաջի խփված գնդակը 1-0 City-ն բացում է հանդիպան հաշիվը Մեկ 0 այո Արտաշես Արաքելյանը բացում է այս հանդիպան հաշիվը ու հիմա արդեն տեսնենք PSG-ն ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին Այստեղ պրեսինգի շնորհիվ City-ն խլում է գնդակը Պողոսյան վտանգավոր է Պողոսյան ու անկյունային արված կտեսնենք City-ի ֆուտբոլիստների կատարմամբ Արված ենք տեսնում ու ևս մեկ անկյունային հիմա իրացնի Պողոսյանը Արագորեն խաղարկում է գնդակը Խլղացյանի հետ Արտաշես Արաքելյան Այո ավարտ է միտքս Man City-ն իհարկե վերջին տուրում կանցկացնի հանդիպումը Վիլյարեալի դեմ գործող առաջատարի դեմ եւ իհարկե City-ն կարող է այդ խաղում չպարտվելու դեպքում ետ թողել Վիլյարեալին չեմպիոնական հաղթանակից իհարկե եթե հաղթում է Վիլյարեալը անկախ ամեն ինչից դառնում է Էլիտ լիգայի չեմպիոնից եթե չի հաղթում ապա Ատլետիկո Երևանը ունենում է հնարավորություն արժանանալու տիտղոսին այնպես որ վերջին տուրը էլ ավելի հետաքրքիր է ստացվելու Էլիտ լիգայում Խլղացյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Բուբան Գաբրիելյան հնարամիտ գործեց այստեղ Պողոսյան պետք է արված կատարել ուղարկեց գնդակը Բուբային, բայց Գաբրիելյանի ոտքերի տակից հեռացեցին գնդակը PSG-ի պաշտպանները դուրս չեկել գնդակը դաշտի սահմաններից Պողոսյան փոխանցում տեսանք Խլղացյանին Ալավերդյան եւ այստեղ մի փոքր թույլ ստացվեց Ալավերդյանի փոխանցումը, բայց Բուբան խլեց այն մրցակցից նորից Արաքելյանն է գնդակով ու այդ փոխանցում դեպի դարպասապը Մուրադյանը Բուբա թողեց գնդակը Արաքելյանին, այո, չի շտապում Մանչեսթեր Սիթին իհարկե առաջ են հանդիպան հաշվում է եւ այս րոպեներին իհարկե գնդակի վերահսկողությունը միայն ինձ տրամադրության տակ է Պողոսյան թողնում է գնդակը Արաքելյանին ու այո գնդակի խաղարկում պաշտպանությունում կատարում են City ֆուտբոլիստները հիմա անցան արդեն կիսադաշտը Պողոսյան փորձեց այստեղ մրցակցի ոտքերի արանքով հասկացել գնդակը չստացվեց ու հիմա PSG-ն քանակական առավելությամբ նետվում է առաջ բայց
Այստեղ Խլղացյանը հետո էլ Արաքելյանը հասցրեցին գցել մրցակցի գրոյի տեմպը։ Ու հիմա նորից գնդակով City ֆուտբոլիստներն են։ Խլղացյան շատ լավ նկատեց Ալավերդյանին կենտրոնում։ Դեպի Սարգսյանը փոխանցում ենք տեսնում Գաբրիելյան վտանգավոր է, բայց այստեղ Գաբրիելյանի փոխանցումը նորից չանցավ։ Նետում է առաջ ՊՍԺ-ն։ Տեսնենք այս գրոհին ինչի կվերացեն փարիսցիները, բայց նորից Արաքելյանն է այստեղ հաջող պաշտպանվում ու գնդակը դարպասապան Մուրադյանը մտցնում է խաղի մեջ, ուղարկելով Բուբայի ուղղությամբ Ալավերդյան կա Պողոսյանի տարբերակը իհարկե ուղարկեց գնդակը այստեղ Ալավերդյանը Պողոսյանին Գաբրիելյան շատ լավ նկատեցին Արաքելյանի գրոհի միացումը Բուբա, նորից Արաքելյան Ալավերդյան շրջվեց այստեղ Արտուր Ալավերդյանը գնդակով Պողոսյան, բայց նորից չի անցնում այստեղ Պողոսյանի փոխանցում ու մենակ են դուրս գալիս դարպասապայի դիմաց ՊՍԺ-ի ֆուտբոլիստները հարվածում Մուրադյան այստեղ փրկում է վերահաս գոլից City-ին, չի ավարտվել ՊՍԺ-ի գրոհը, վտանգավոր է հարված ու այստեղ էլ բարձր են հարվածում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ու հարված կլինի արդեն Man City-ի դարպասից Այո, ես ներկայացնեմ այն 18 թիմերին, ովքեր ներգրավված են այս խմբում, որտեղ City-ն և ՊՍԺ-ն են, Chelsea, Marseille, Werder, Lyon, Cadiz, Watford, Sevilla, Bayer Leverkusen, Manchester City, Atalanta, Juventus, Betis, Newcastle United, Monza, Bavaria, Mainz, Palermo և Paris Saint-Germain, իսկապես շատ հետաքրքիր խումբ է բաժին հասել այս թիմերին և հեռվից հարված ենք տեսնում ուշեղությամբ ստացվեց այստեղ ՊՍԺ-ի պաշտպանի կատարած հարված, այո իսկապես շատ բարդ և հետաքրքիր խմբում են ներգրավել այս երկու թիմերը և միմիայն ցանկացած խաղում կփորձեն իհարկե վաստակել իրենց երեք միավորները, որպեսզի հայտնվեն Summer ներողություն Winter Cup-ի 100 եզրափակիչում Գաբրիելյան թողեց գնդակ այստեղ Խլղացյանին, երկու անգամ պատխաղարկեցին միմյանց հետ Խլղացյանն ու Գաբրիելյան ու գրոյի տեղափոխություն ենք տեսնում Ալավերդյանից դեպի Արաքելյանը Սարգսյան մեկ հպումով թողեց գնդակը Բուբային իսկ Բուբայի փոխանցումը չհասավ ու հիմա վտանգավոր գրոյի են անցնում նորից ՊՍԺ-ի ֆուտբոլիստները գուցե հարված հիմա կտեսնենք կա հարված ու Խլղացյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը անկյունային հիմա էլ կիրացնի ՊՍԺ-ն Տեսնում ենք փոխանցում, բայց այստեղ Խլղացյանը նորից կարողացավ հեռացնել գնդակը հիմա շատ լավ հնարավորություն ունի City-ն արագ կազմակերպելու Բուբա իհարկե հասցրեցին արդեն վերադասավորվել ՊՍԺ-ի պաշտպանները, բայց կարող էր երկրորդ տեմպով City-ն գրող կազմակերպել Բուբա նորից շանցավ փոխանցումը, բայց գնդակով մնաց այնուամենայնիվ Բուբան հիմա արդեն կորցրեց գնդակը իսկ Խլղացյանը այստեղ անթերի է պաշտպանվում Արաքելյան հաջող խմբում կարողացավ կատարել Պողոսյան շարժվում է առաջ գնդակով Արշակ Պողոսյանը ուղարկեց այն Սարգսյանին գուցե հարված տեսնենք Սարգսյանի կատարմամբ կա հարված ու այստեղ Գալստյանը կարողանում է հեռացնել գնդակը կտեսնենք ևս մեկ անկյունային Manchester City ֆուտբոլիստների կատարմամբ Արագորեն խաղարկում է Ալավերդյանը գնդակը Պողոսյանի հետ նորից Ալավերդյան Գաբրիելյանին ուղարկեց գնդակը տեսնենք այս գրոհը հիմա ինչու կվերացնի City ֆուտբոլիստները Ալավերդյան կա հարվածը բայց դարպասապանն է հիմա հեռացնում գնդակը Արաքելյան Ալավերդյանի հետ խաղարկեց բայց այստեղ կարողացան պարիսցիները խլել գնդակ ու հիմա շարժվում են առաջ
Վտանգավոր գրոհ է, տեսնենք հարված կհետևի արդյոք ոչ Խլղացյանը նորից հասցրեց այստեղ պաշտպանությունում փակել մրցակցի փոխանցման ճանապարհը։ Բուբա եզից կնետի ՊՍԺ-ն։ Գնդակով ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն են կորցրին, այստեղ գնդակը Սարգսյանն է հիմա հլում գնդակը մրցակցից, բայց շիշտ ապում Մանչեսթեր Սիթին կարծես կորցում են առայժմ գնդակի վերահսկողությունը միայն Պայելի է տրամադրության տակ հարվածը կա ու նորից Խլղացյանն է կանգնում գնդակի ճանապարհին եւս մեկ անկյունային կիրակի ՊՍԺ-ն Խաղարկված է անկյունայինը փոխանցում հարված ու հանդիպան աշիվը հավասար է ՊՍԺ-ն հավասարեցնում է հանդիպան աշիվը 1-1 Հայկ Պետրոսյան 1-1 ՊՍԺ-ն հավասարեցնում է հանդիպան աշիվը ու արդեն հիմա Մանչեսթեր Սիթին կփորձի ավելի արագ գործել հարձակման գծում Ալավերդյան թողնում է գնդակը Արաքելյանին ու Արաքելյանն էլ գնդակ ուղարկում է Խլղացյանի ուղղությամբ Այո, Պետրոսյանը գրավեց այստեղ Մանսիթի դարպասը Մարտիրոսյանն էլ կարողացավ անկյունայինի շատ լավ փոխանցում կատարել ու հիմա արդեն ունենք երկու թիմերի կատարմամբ էլ խփված գնդակներ այս խաղում Բուբա շատ լավ փոխանցում դեպի Սարգսյանը տեսանք վտանգավոր է Սարգսյան հարված այստեղ չստացվեց այնպես ինչպես հարկներ բայց անկյունային կիրացնի Մանչեսթեր Սիթին Պողոսյան ուղարկում է գնդակը Խլղացյանին Արտաշես Արաքելյան տեսնենք ինչ որոշում կայացնի Արաքելյանը նորից փոխանցում դեպի Խլղացյանը տեսանք Արաքելյան փոխանցում է գնդակը Բուբային Չի ավարտվել առայժմ Սիթի այս խաղարկումը, տեսնենք Բուբա Բայց այստեղ չանցավ փոխանցում ու հիմա ՊՍԺ-ն կփորձի նետվել առաջ, բայց Բուբան կանգնեց մրցակցի գրոհի ճանապարհին Գաբրիելյանն է այստեղ կարողանում խլում կատարել Պողոսյան ու ինչ է կատարվում հեռացված է առայժմ գնդակը չի ավարտվել Սիթի գրոհ Պողոսյան, բայց հիմա կորցրեց գնդակ ու ՊՍԺ-ն կարողանում է դուրս գալ պաշտպանությունից Խլղացյան Անտոլի Գաբրիելյանն է գնդակով հետ փոխանցում ենք տեսնում Արաքելյանին Բուբա Կար, այո, կար խաղի կանոնների խախտում Բուբայի կողմից ու ստանդարտ կիրացնեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Փոխանցում առաջ, բայց Արաքելյանը նորից պաշտպանությունում գերազանց է գործում Խլղացյան Շատ լավ փոխանցում տեսանք դեպի Գաբրիելյանը, տեսնենք այս գրոհին չի կվերացեն Սիթիի ֆուտբոլիստները, Բուբա թողեց գնդակը Արտուր Ալավերդյանին
Ալավերդյան գուցե ինքն էլ փորձի հարվածը կա, բայց այստեղ պաշտպանի վրա ընդունեց գնդակը։ Ու կարողանում են նորից ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից եւ կարող են իսկապես արագ հակագրոհի անցնել։ Խլղացյան այստեղ գցեց մրցակցի գրոհի տեմպը, բայց չի ավարտվել մրցակցի գրոհ։ Վտանգավոր գրոհի անցել ՊՍԺ-ն հարված ու Մուրադյանը այստեղ վերցնում է գնդակը, այո, ուներ լավ հնարավորություն ՊՍԺ-ն առաջ անցնելու հանդիպման հաշվի մեջ, բայց իհարկե Մուրադյանի դարպասը խոցելը այնքան էլ հեշտ չէ։ Ինչը դեռ բասպիցս ապացուցել է Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Խլղացյան։ Ուղարկում է գնդակը Ալավերդյանի ուղղությամբ։ Նորից Խլղացյանին հասցեագեց գնդակը Ալավերդյանը։ Նորից Ալավերդյան։ Շատ լավ փոխանցում կատարեց Գաբրիելյանի ուղղությամբ, Բուբա։ Նորից Գաբրիելյան կա հարված ու այստեղ դարպասապահ կարողանում է հեռացնել գնդակը, այն դուրս չի գալիս դաշտի սահմաններից ու մնում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մոտ, այո, լավ հարված կարողացավ կատարել Անատոլի Գաբրիելյանը, բայց դարպասապահ Գալստյանը տեղում է։ Արաքելյան շարժվում է առաջ Սիթին, Բուբան է գնդակով։ Շատ լավ փոխանցում դեպի Սարգսյանը, Ալավերդյան 2-1, Սիթին այս խաղում երկրորդ անգամ առաջ է անցնում հաշվի մեջ։ Արթուր Ալավերդյան 2-1 Մանչեսթեր Սիթին նորից առաջ է անցնում հանդիպման հաշվի մեջ ու հիմա արդեն ՊՍԺ-ն պետք է փորձի նորից հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Ալավերդյան հաջող խլում կարողացավ այստեղ կատարել, բայց չի շտապում, այո, նորից Մանչեսթեր Սիթին առաջ է անցնում հաշվի մեջ ու գնդակի վերահսկողությունը պահում իր ձեռքերում։ Պողոսյան հետ փոխանցում է տեսնում դեպի Արաքելյանը, Արթուր Ալավերդյան հաջող գործեց այստեղ Ալավերդյանը, Գիգոլյան ու փոխանցում դեպի Բուբայի ուղղությամբ։ Նորից Արաքելյան, այո, քիչ առաջ մտան խաղադաշտ Սիթիի երկու ֆուտբոլիստներ, Գարիկ Գիգոլյանը եւ Վարդան Վարդանյանը փոխարինելով համապատասխանաբար Անատոլի Գաբրիելյանին ու Ռոմիկ Սարգսյանին։ Պողոսյան ես իսկ կնետի Սիթին։ Այո, խաղակեսը մոտենում է ավարտին եւ առայժմ հանդիպման հաշիվը 2-1 է օգուտ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերի։ Սա հիշեցնեմ, որ AFL-ի 2025-26 թվականների Winter Cup մրցաշարի բացման հանդիպումն է, որտեղ արդեն առաջի կեսում ունենք խփված 3 գնդակ, իսկ առաջնությունը իհարկե խոստանում է լինել գոլառատ, քանի որ այնպիսի թիմեր են ընդգրկված այս առաջնությունը, որոնք միանշանակ պայքարելու են բարձր հորիզոնականների համար։ Խլղացյան շատ լավ գործեց այստեղ։ Բուբա Գիգոլյանին է ուղարկում գնդակը, նորից Բուբան է գնդակով, գուցե հեռվից փորձի, ոչ, Վարդան Վարդանյան, նորից Բուբա։ Տեսնենք, Գիգոլյան նորից թողնում է գնդակը Բուբային, վտանգավոր գրոհ կարող է իսկապես իրականացնել Սիթին, բայց ՊՍԺ-ն հաջող գործեց պաշտպանությունում։ Արտաշես Արաքելյան երկրորդ տեմպով է հիմա Սիթին անցել գրոհի, նորից Բուբան է գնդակով։ Ալավերդյան Գիգոլյան, բայց առայժմ հարված չենք տեսնում ՊՍԺ-ի դարպասի ուղղությամբ։ Միայն խաղարկումներ են իրականացնում Սիթիի ֆուտբոլիստները։ Արշակ Պողոսյան թողեց գնդակը Արաքելյանին, այո, տեսեք որտեղ են հասել Սիթիի ողջ ֆուտբոլիստները։ Մրցակցի կիսադաշտում է ողջ կազմով հիմա բացի դարպասապահից գտնվում Մանչեսթեր Սիթին։ Վարդան Վարդանյան այստեղ անհաջող փոխանցում տեսանք ու ՊՍԺ-ն նետվում է առաջ, վտանգավոր է, բայց այստեղ Պողոսյանը շատ համար պայքարում կարողացավ փակել մարմնով մրցակցի առաջ խաղացում ու գնդակը պահել իր թիմի մոտ։ Արաքելյան շատ լավ նկատեց ձախ եզրում Խլղացյանին։ Արթուր Ալավերդյան գուցե հեռվից փորձի, այո, կահարված Ալավերդյանի, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը, այո, ճիշտ որոշում այստեղ կայացեց Ալավերդյանը, չկար տարբերակներ եւ իհարկե պետք է հեռվից փորձ կատարել։
Խլղացյան նորից գնդակով Սիթին է, այո, տեսեք որքան արագ են գնդակի վերահսկողությունը վերցնում իրենց տրամադրության տակ, բայց ՊՍԺ-ն արդեն իսկ ապացուցեց այս անցկացած րոպեների ընթացքում, որ հակագրոհ իրականացնելիս շատ վտանգավոր է ստացվում թիմի գրոհները։ Արտաշես Առաքելյան խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ, Խլղացյան Ալավերդյանն է ստանում կենտրոնում գնդակը, Վարդան Վարդանյան, նորից Ալավերդյան, աչից միացնում է գրոհին Բուբային, բայց Բուբայի փոխանցումը այստեղ չանցավ։ Արթուր Ալավերդյան շրջվեց այստեղ գնդակով, Ալավերդյանը ու նկատեց Խլղացյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը չհասավ հասցեատի, ոչի հիմա ՊՍԺ-ն նետվում է առաջ, վտանգավոր գրոհ են անցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, կա փոխանցումը, բայց գնդակը այլ ուղղությամբ ընթացավ, իսկ Ռոբերտ Խլղացյանը այստեղ շատ հաջող խլում կարողացավ կատարել։ Մուրադյան հաջող փոխանցում է կատարում դեպի Բուբան, վտանգավոր է Բուբա անցավ մեկ մրցակցի, կա փոխանցումը, բայց այստեղ մի փոքր հետ կատարեց Բուբան փոխանցումը, եթե գնդակը հասներ Վարդանյանին, իհարկե շատ լավ հարվածային դիրքում կստանար Վարդանյանը գնդակը, բայց Բուբայի փոխանցումը այլ ուղղությամբ ստացվեց։ Հիմա նորից Բուբանը գնդակով Բարձից փոխանցում Գիգոլյանի ուղղությամբ Վարդան Վարդանյանը հարվածը կա, բայց գնդակը շեղությամբ ընթացավ ու առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է ՊՍԺ-ն ընդդեմ Մանչեսթեր Սիթի ԱՖԼ-ի 2025-26 թվականների Winter Cup մրցաշարի բացման հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստների, հիշեցնեմ նախ կարողացավ Արտաշես Առաքելյանը հանդիպան մեկնարկում բացել հաշիվը, այնուհետև Պետրոսյանը ՊՍԺ-ի կազմում հավասարեցեց հաշիվը դարձնելով 1-1, իսկ խաղակեսի վերջնամասում արդեն Ալավերդյանը նորից առաջ մղեց Մանչեսթեր Սիթիին 2-1, այո, տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ, մենք արագորեն նորից ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Սկսենք ՊՍԺ-ից, դարպասը պաշտպանում է Արման Գալստյանը համար 1, Էդգար Թամազյան համար 2, Ռաֆայել Սարգսյան համար 5, Արտուր Հովհաննիսյան համար 6, Հայկ Մարտիրոսյան համար 8, Էրիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, Էրիկ Գրիգորյան համար 11, Նարեկ Մատինյան համար 12, Էդգար Խաչիկյան համար 18, Էդիկ Մնացականյան համար 19 և Վիգեն Առաքելյան համար 33։ Մանսիթի դարպասը պաշտպանում է Վայեն Մուրադյանը համար 1, Իլաբուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Առաքելյան համար 5, ՊՍԺ-ն անցել է գրոհի, բայց այստեղ փոխանցում ուժեղ ստացվեց։ Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրելյան համար 7, նա այսօր թիմի ավագն է, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արչակ Պողոսյան համար 14 և Արտուր Ալավերդյան համար 44։ Հիմա տեսնենք ինչ է պատահել Խլղացյանին, կարծես հարված ստացավ ոտքին, բայց այո, ամեն ինչ կարգին է, նա կմնա խաղադաշտում ու կա արդեն եզրային նետումը գնդակով Սիթիի ֆուտբոլիստներն, դա Մուրադյան ուղարկում է գնդակը Խլղացյանին ու այո, ինչպես առաջի խաղակեսում, այնպես էլ հիմա Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները գործում են առայժմ ինչպես առաջի խաղակեսի մեկնարկային րոպեներին, այնպես էլ հիմա գործում են գնդակի վերահսկողության բաց այդ առավելությամբ խորքից փոխանցում տեսանք, բայց այստեղ Վարդան Վարդանյանի կատարած հարվածը չստացվեց ու հարված կլինի արդեն ՊՍԺ-ի դարպասից։ Առաքելյան այստեղ հաջող դուրս եկավ պաշտպանությունից ու խլեց գնդակը, իսկ Վարդանյանի փոխանցումը դեպի Ալավերդյանը չհասավ։ Գիգոլյան թողնում է գնդակը Արտուր Ալավերդյանին ու այդ փոխանցում ենք տեսնում դեպի Խլղացյանը։ Ալավերդյան Բուբա ու այդ փոխանցում դեպի Խլղացյանը, Գիգոլյանն է ստանում գնդակը։ Այո, որքան գեղեցիկ են գործում Սիթիի ֆուտբոլիստները այս եռանկյունին խաղարկելիս, հանդիպան մեկնարկից մինչ այս պահ արդեն մի քանի դրվագ ականատես եղանք նրանց խաղարկած գնդակներին Ալավերդյան և իսկապես շատ գեղեցիկ են անում այդ ամենը խաղադաշտում Սիթիի ֆուտբոլիստները։ Խլղացյանն է ստանում գնդակը, խորքից փոխանցում ենք տեսնում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ,
Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ կարողացան ՊՍԺ-ի պաշտպանները հեռացնել գնդակը, իսկ այստեղ էլ Գիգոլյանը փորձեց պայել գնդակը Սիթիի մոտ, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզիս կնետի ՊՍԺ-ն։ Գնդակով պարիսիներն են։ Գնացել է պրեսինգի Մանչեսթեր Սիթին, բայց այստեղ հաջող գործեց ՊՍԺ-ի պաշտպանը։ Վարդան Վարդանյան, լավ փոխանցում ենք տեսնում դեպի Ալավերդյանը, իսկ Ալավերդյանի շրջվելուց հետո խլեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները այս դրվագում։ Գնդակը վտանգավոր է, ՊՍԺ-ն նորից գնդակով, բայց արվածի հնարավորությունը կորցրին, հիմա երկրորդ տեմպով է ընթանում ՊՍԺ-ի գրո, կա փոխանցում, իսկ Խլղատյանը ամեն ինչ իր վերահսկողության տակ է վերցրել եւ տեսեք որքան հաջող փոխանցում կատարեց դեպի Վարդան Վարդանյանը, վերջինս էլ գնդակ ուղարկում է Արաքելյանին, նորից Խլղատյան ու դուրս է գալիս Սիթին պաշտպանությունից անցնելով գրոյի։ Վարդան Վարդանյան ուղարկեց գնդակը Բուբայի ուղղությամբ, վտանգավոր է, տեսնենք Գիգոլյանն է ձախ եզրով միացել գրոյին։ Դեպի կենտրոն Վարդանյանը փոխանցում տեսանք, բայց Վարդանյանի փոխանցումը դեպի Ալավերդյանը մի փոքր ուժեղ ստացվեց ու նորից ՊՍԺ-ն իրականացրի եզրային նետում։ Կան իրականացված եզրային նետումը գրոհում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, իսկ Գիգոլյան այստեղ անթերի գործեց պաշտպանվելիս, Խլղատյան շատ լավ փոխանցում դեպի Ալավերդյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի Սիթիի ֆուտբոլիստը, ուղարկում է գնդակը Վարդան Վարդանյանին, վերջինս նորից Ալավերդյանին հասցեագրեց գնդակը, հիմա ձախ եզրում է հայտնվել Ալավերդյանը, Վարդանյան, Սարգսյան եւ անկյունային հարված իրականացնի Մանչեսթեր Սիթին։ Արագորեն խաղարկում է գնդակը Սիթին, Գիգոլյան գուցե հեռվից փորձի հարված կատարել, բայց ոչ, ուղարկեց գնդակը Ալավերդյանին ու խաղարկում է Ալավերդյանը գնդակը Արաքելյանի հետ։ Մուրադյան Խլղատյանն է գնդակով, այո, երևում է Սիթիի գործողություններում, իսկապես փորձում են առայժմ Winter Cup-ի այս մեկնարկային խաղերում զերծ մնալ վնասվածներից հետագա բարդ հանդիպումների համար նախատեսված գրաֆիկից ելնելով, իհարկե Սիթին դեռ ունի, ինչպես նշեցի առաջին փակեսում, անցկացնելու թե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպում, թե Էլիտ լիգայի գավաթի կիսաեզրափակիչի հանդիպում, թե Էլիտ լիգայի առաջնության վերջին տուրի հանդիպում մրցելով առաջատար Վիլյարեալի հետ, այնպես որ իսկապես շատ բարդ խաղաժամանակատված է անցկացնելու Մանչեսթեր Սիթին, Մուրադյան այստեղ վերցրեց գնդակը եւ բնականաբար հիմա Սիթի գործողությունում երևում է, որ առայժմ փորձում են շատ հանգիստ գործել, իհարկե չեն գնում ամեն կոնտակտի մրցակցի հետ փորձելով խնայել իրենց ուժերը առաջկա հանդիպումների համար։ Խլղատյան, քանի որ եթե հիմա նույնիսկ առաջին, երկրորդ կամ երրորդ տուրը նույնիսկ սայթակի Մանչեսթեր Սիթին որևէ հանդիպան ընթացքում դեռ ունի բավական անցկացնելիք հանդիպումներ Winter Cup-ում եւ հնարավոր է այդ ամենը շտկել։ Վարդան Վարդանյանը հեռվից փոխանցում տեսանք դեպի Գիգոլյան ու 3-1 Սիթին կրկնապատկում է իր առավելությունը։ Գարիկ Գիգոլյան 3-1 Մանչեսթեր Սիթին արդեն հաղթում է 2 գնդակի առավելությամբ եւ դա էլ ավելի է բարդացնում ՊՍԺ-ի խնդիրը։ Հաջող խլում կարողացավ այստեղ կատարել Գիգոլյանը, բայց այնուամենայնիվ խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ կիրասնի
Manchester City-ին ներողություն PSG-ն հաղթեցին այստեղ City ֆուտբոլիստները խաղի կանոնները կամ մրցավարի սուլիչը տեսնենք դեպի առաջ փոխանցում ենք տեսնում PSG-ի պաշտպանի կողմից հարված է նույնիսկ տեսանք բայց բարձր ստացվեց այստեղ PSG-ի ֆուտբոլիստի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Մուրադյանի պաշտպանած դարպասից վերջինս գնդակ արագորեն խաղարկում է Ալավերդյանի հետ կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ալավերդյանի փոխանցում ու հարված կլինի Արման Գալստյանի պաշտպանած դարպասից Սխալվեցին այստեղ PSG-ի ֆուտբոլիստները Ալավերդյան Բուբային ուղարկեց գնդակը վերջինս էլ հասցեագրում է գնդակը ձախ եզրում գտնվող Արաքելյանին նորից Ալավերդյան Արաքելյան Գիգոլյան ու Ալավերդյանը հասցեագրում է գնդակը Բուբայի ուղղությամբ այո խմբային փուլում թիմերը կանցկացնեն 17-ական տուր որից հետո առաջին ութնյակը դուրս կգա Ինտեր կապի մեծ մրցաշարի 1 կաղորդ եզապակիչ իսկ City-ն իհարկե ընդհանուր առաջնության ֆավորիտներից է Սարգսյան չի ստացվում այստեղ հարվածը բայց խլեց այստեղ Սարգսյանը գնդակը մրցակցից Բուբա մնաց գնդակը Manchester City-ի մոտ Ալավերդյան շատ լավ փոխանցում փորձեց կատարել Ալավերդյանի Գիգոլյանի ուղղությամբ, բայց պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա արդեն գնդակը PSG-ի ֆուտբոլիստների մոտ է։ Սխալվում են նորից պաշտպանությունում PSG-ի ֆուտբոլիստները Գիգոլյան Վարդանյանը խաղարկեց գնդակ ու Արաքելյանն է այստեղ ստանում գնդակ ուղարկելով Ալավերդյանին, նորից Գիգոլյան դեպի Վարդանյանը փոխանցում տեսանք ու պայեց Վարդանյանը գնդակը դաշտի սահմաններում, Արաքելյան գնդակով առայժմ City ֆուտբոլիստներն են դեպի աջ փոխանցում ենք տեսնում Բուբայի ուղղությամբ ու Բուբան էլ շտապելով գնդակ ուղարկում է Խլղացյանին, նորից Արաքելյանն է գնդակով Վարդանյան ուղարկում է գնդակը Ալավերդյանի վերևից հարված ու անկասելի հարված Ալավերդյանի կողմից 4-1 դուբլ Արտուր Ալավերդյան City-ին եռապատկում է իր առավելությունը Չորս մեկ այո արդեն City-ին կարելի է ասել այս գոլով ամրապնդում է իր առաջին 3 միավորը Winter Cup-ում, իսկապես շատ գեղեցիկ ու անկասելի հարված տեսանք Արտուր Ալավերդյանի կատարմամբ 4-1 արդեն հիմա վտանգավոր գրոհի անցել PSG-ն, եթե հիմա կարողանային մեկ գնդակ նորից հեղինակել PSG-ի ֆուտբոլիստները, այո հնարավոր կլիներ որևէ բան մտածել, բայց Մուրադյանը թույլ չտվեց, հետո գնդակը հայտնվեց Պողոսյանի մոտ, ուղարկեց Խլղացյանին, իսկ Խլղացյանի կատարած փոխանցումից հետո կարող էր այստեղ գնդակով շրջվել Սարգսյանը, բայց չարեց դա։ Խլղացյան, տեսեք որտեղ է հասել արդեն Խլղացյանը, Գաբրիելյան ու այստեղ խլում է PSG-ի ֆուտբոլիստը գնդակը Գաբրիելյանից ունեցվում է առաջ PSG-ն։ Կա փոխանցումը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց, իսկ Մուրադյանը այստեղ փակեց անկյունը ու կտեսնենք անկյունային հարված PSG-ի ֆուտբոլիստների կատարմամբ կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, բայց հարվածը չենք տեսնում Վարդանյան մնաց գնդակով Վարդանյանը դեպի առաջ փոխանցում կատարեց, բայց գնդակը չհասավ Սարգսյանի Խլղացյան թողնում է գնդակը Պողոսյանին
Շատ լավ խորքից փոխանցում կատարեց այստեղ Պողոսյանը Վարդանյանի ուղղությամբ, վերջինս էլ նկատեց Ալավերդյանի գրոյի միացումը, վտանգավոր է Ալավերդյան, բայց այստեղ հարվածային դիրքը չստացվեց Ալավերդյանի համար։ Գաբրիելյան Ես իսկ կնետի Մանչեսթեր Սիթին Գիգոլյանն է ստանում գնդակը, ուղարկելով այն Արշակ Պողոսյանի ուղղությամբ, Խլղատյան, շատ լավ փոխանցում դեպի Սարգսյանը տեսանք, բայց եթե թողներ գնդակը Սարգսյանին, ապա Գաբրիելյանը ավելի նպաստավոր դիրքում հարված կատարելու հնարավորություն կստանար, ոչինչ չէր խանգարի Գաբրիելյանին կարծում եմ այս դրվագում, բայց հուշում չեղավ Սարգսյանին եւ նա էլ չէր նկատել խաղընկերոջ թիկունքից միանալի, իսկ այստեղ պարզ իրավիճակում կորցնում են գնդակը City ֆուտբոլիստները, ես իսկ կնետի PSG-ն։ Պողոսյան ու կարողացավ այստեղ բայ գնդակը դաշտի սահմաններում։ Ալավերդյան Շատ լավ փոխանցում ենք տեսնում Խլղատյանի ուղղությամբ, Խլղատյան մեկ հպումով դեպի կենտրոն փորձեց ուղարկել գնդակը, բայց ուժեղ ստացվեց ու հիմա նորից գնդակով PSG-ն է։ Գիգոլյան լավ գործեց պաշտպանությունում Գիգոլյան ու հարված կլինի արդեն Մանչեսթեր Սիթիի դարպասից։ Ես նաև ծանոթացնեմ մյուս 18 թիմերին, ովքեր կմասնակցեն Winter Cup մրցաշարին, այո, եկեք եւս մեկ անգամ ընդհանուր 36 թիմերին ծանոթանանք։ Ախումբ Chelsea, Marseille, Werder, Lyon, Cadiz, Watford, Sevilla, Leverkusen, Manchester City, Atalanta, Juventus, Real Betis, Newcastle United, Monza, Bavaria, Mainz, Palermo եւ Paris Saint-Germain։ B-խումբ Real Army, Borussia Mönchengladbach, Atletico Yerevan, Everton, Villarreal, Madrid, Real, Milan, Wolfsburg, Celta, Monaco, Liverpool, Inter, Arsenal, Manchester United, Ara, Tottenham, Yerevan եւ Արաքսայո իսկապես շատ լուրջ մրցակցություն է ընթանալու 2025-26 թվականների Winter Cup մրցաշարում, քանի որ 36 թիմեր են մասնակցում եւ 36 տարբեր խաղաոճերով թիմեր իհարկե, որոնց կանգնեցնել այնքան էլ հեշտ չի լինելու ցանկացած թիմի համար։ Հիմա անկյունային իրաց թիմ PSG-ն տեսնում ենք փոխանցում Մուրադյան այստեղ կարողացավ հեռացնել բռունցքներով գնդակը Սարգսյան ուղարկեց գնդակը Պողոսյանին ու Պողոսյանը շատ լավ փոխանցում է կատարում Գաբրիելյանի ուղղությամբ, վերջինս շարժվում է առաջ գնդակով, բայց փոխանցումը մի փոքր հաջող չստացվեց այստեղ Գաբրիելյանը ու գնդակով նորից PSG-ի ֆուտբոլիստներն են Վարդանյանն է այստեղ հաջող գործում, նորից Գաբրիելյան կա Խլղատյանի տարբերակը, բայց ուղարկեց գնդակը Սարգսյանին։ Գաբրիելյան շատ լավ գրոհի անցել Սիթին, կա փոխանցումը, բայց այստեղ անդրադարձից հետո գնդակը վերցրեց դարպասապա Գալեսյանը։ Ու նորից գնդակը Manchester City կիսադաշտում է Մուրադյան Խլղատյանին ասցիակեց գնդակը Մուրադյանը շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Անատոլի Գաբրիելյանը վերջինս ունի տարբերակներ հիմա ուղարկեց գնդակը Ալավերդյանի ուղղությամբ շատ լավ գրոհի տեղափոխություն դեպի Գիգոլյանը նորից Ալավերդյանին է ուղղված այս փոխանցումը բայց փորձեց Ալավերդյանը հնարամիտ կերպով թողնել այն Գաբրիելյանին չնկատելով մրցակցի թիկունքից միանալը գրոհին Վարդանյան նորից Գաբրիելյանին է միացնում գրոհին իսկ Գաբրիելյանի փոխանցումը այստեղ չի հասնում ասիատիրոջը գրոհում է PSG-ն վտանգավոր է աչից կա տարբերակ բայց այստեղ Պողոսյանը գերազանց պաշտպանվեց թույլ չտալով մրցակցին
փոխանցում կատարել, հիմա քանակական առավելությամբ 5-2-ի դիմաց նետվել է առաջ Սիթին, Խլղացյան, Գաբրիելյան վտանգավոր է, Գաբրիելյան փակվեց, երկու դեպքում էլ հարվածի ճանապարհը Գաբրիելյանի, երկու դեպքում էլ դարպասապահ Գալստյանը փակեց գնդակի ճանապարհը։ Հիմա ՊՍԺ-ի պատասխանն են տեսնում, շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ ոչ ոք չի եզրափակեց այս փոխանցումը։ Պողոսյան ուղարկում է գնդակը Խլղացյանին, վերջինս ուղարկեց գնդակը Վարդան Վարդանյանի ուղղությամբ, Սարգսյան, Վարդան Վարդանյան տեսնեք ինչ որոշում կայացնի Սիթի 11 համար, ուղարկում է գնդակը Գաբրիելյանին, փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ու նորից ՊՍԺ-ի պաշտպանները կարողանում են հեռացնել, անցնելով արագ հակագրոյի, իսկ Մուրադյանը այստեղ դուրս է գալիս դարպասից ու ֆիքսում գնդակը։ Գիգոլյան գտավ կենտրոնում Խլղացյանին, Սարգսյան, նորից Գիգոլյանն է ստանում գնդակը։ Սարգսյան, տեսնենք այս գրոյին չի կվերացի Սիթին, կարողացան, բայց այնուամենայնիվ նորից ՊՍԺ-ի պաշտպանները հաջող գործել, իսկ Գիգոլյանը այստեղ հասցնում է պաշտպանություն վերադառնալ ու վաստակել եզրային նետման հնարավորություն։ Վարդանյան խորքից փոխանցում, բայց գնդակը չհասավ Ալավերդյանին։ Հիմա ՊՍԺ-ն նորից անցել է արագ հակագրոյի, վտանգավոր է, հարվածը կա ու արդեն անկյունային հիմա կիրացնի ՊՍԺ-ն, այո դիպավ այստեղ գնդակը Սիթիի պաշտպանին։ Խաղարկում է գնդակը ՊՍԺ-ն, փոխանցում, իսկ այստեղ Պողոսյանը կարողանում է հեռացնել գնդակը ու Սիթին նետվում է առաջ, Գաբրիելյան կա, Սարգսյանի տարբերակը չփոխանցեց Գաբրիելյանը, աչից միացավ գրոյին Վարդան Վարդանյանը, բայց ընկավ այստեղ Սիթիի գրոյի տեմպը հասցնի վերադասավորվել փարիզցիները, Ալավերդյան, Խլղացյանն է այստեղ, Ալավերդյան, Գաբրիելյան ու գնդակը դարպասում է 5-1, շատ գեղեցիկ գործեցին այս դրվագում Սիթիի ֆուտբոլիստները, իսկ Անատոլի Գաբրիելյանը հաջողությամբ եզրափակեց Ալավերդյանի կատարած փոխանցումը։ Անատոլի Գաբրիելյան 5-1, այո, երկարատև դադարից հետո Գաբրիելյանը վերադարձել է Մանչեսթեր Սիթի կազմում ու արդեն հենց առաջին իսկ խաղում դառնում է գոլի հեղինակ։ Մուրադյան ուղարկում է գնդակը դեպի Խլղացյանը, բայց այստեղ պաշտպանը հաջող գործեց։ Գաբրիելյան հասցրեց փոխանցել Խլղացյանին, Սարգսյան, իսկ այստեղ Գալստյանը գերազանց է գործում, բրավո ծափարություններ ՊՍԺ-ի դարպասապահին, իսկապես վերահաս գոլից փրկեց իր թիմին։ Հիմա նետվում է առաջ քանակական առավելությամբ ՊՍԺ-ն վտանգավոր է, իսկ փոխանցումը այստեղ առաջինը կանխեց Վարդան Վարդանյանի, հիմա էլ Մուրադյանը կարողանում է ընկած դիրքից ձեռքով հեռացնել գնդակը, այո, ինչ գեղեցիկ ու հետաքրքիր ֆուտբոլ ենք դիտում, հատկապես հանդիպման վերջնամասում։ Եզից այո, պետք է նետեն Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները։ Ալավերդյանը արագորեն գնդակը մտցնում է խաղի մեջ, բայց Պողոսյանը այստեղ հաջող կասեցում չկարողացավ կատարել ու խախտեց խաղի կանոնները։ Հիմա ՊՍԺ-ն է գրովում, վտանգավոր է, գուցե հիմա ստացի փարիզցիների մոտ հարված ու այստեղ նորից գնդակը չի ընթանում դարպասի ուղղությամբ, Գիգոլյան շատ լավ փոխանցում կատարեց Գաբրիելյանի, Խլղացյան ունի շատ լավ հնարավորություն Սիթին, Խլղացյան, բայց բարձր է ստացվում Խլղացյանի կատարած հարվածը։ Այո, իսկապես մի քանի ֆուտբոլիստով դուրս են եկել դարպասապահի դիմաց, բայց Խլղացյանը որոշեց ինքն էլ եզրափակել գրոհը, միայն հարվածը մի փոքր բարձր ստացվեց։
Հիմա նորից PSG-ն է գնդակով հարված ու նորից բարձր է ստացվում։ Հիմա այդ PSG-ի ֆուտբոլիստի կատարած հարվածը։ Այո, շատ արագ են թիմերը անցնում մեկը մյուսի կիսադաշտ հարվածներ կատարում դարպասի ուղղությամբ եւ դա միայն հետաքրքրացնում է հանդիպումը։ Խլղացյան պայեց գնդակը դաշտի սահմաններում, ծածից փոխանցում ենք տեսնում, բայց չհասավ գնդակը Սարգսյանին։ Ու արված կլինի արդեն Մանչեսթեր Սիթի դարպասից։ Այսօր բացի այս հանդիպումից դեռ երկու հանդիպում ունենք ձեր ուշադրությանը ներկայացնելու նախ Ռեալ Արմին կմրցի Վոլֆսբուրգի հետ այս հանդիպումից հետո ապա խաղային օրը կավարտեն Ինտերը եւ Ատլետիկոն միմյանց դեմ մրցելով Խլղացյան Գաբրիելյան չստացվեց այստեղ հարված կատարել Գաբրիելյանի կատարման, բայց Ալավերդյանն է խլում գնդակը, Ալավերդյան գուցե հետրիկը տեսնենք Ալավերդյանի, ոչ, չհարվածեց դարպասին, բայց փոխարենը եզից կնետի Մանչեսթեր Սիթին։ Ալավերդյան Գաբրիելյանն ուղարկեց գնդակը, իսկ Գաբրիելյանի փոխանցում այստեղ փակեցին PSG-ի պաշտպանները Վարդան Վարդանյան կորցրեց գնդակը չնայած Գիգոլյան այստեղ հասավ փոխօգնության Պողոսյան քիչ էր մնում այստեղ ինքնագոլ գրանցել Մանչեսթեր Սիթին, բայց Մուրադյանը տեղում էր, իհարկե Պողոսյանը պատական կատարեց այդ փոխանցումը, բայց ամեն ինչ կարող է ավելի կատավարտ ունենալ։ PSG-ն է գնդակով, գուցե հիմա մեկ գնդակ ետ բերել, բայց ոչ իհարկե Մուրադյանը դա թույլ չի տա, իսկ հանդիպան մրցավարը այստեղ նշանակում է 11 մետրանոց հարված, բայց կարծում եմ կդիտի կրկնապատկերը։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը, չկար 11 մետրանոց եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է։ Ծափարություններ երկու թիմերին էլ Սիթին վաստակեց իր առաջին 3 միավորը Winter Cup-ում հաղթելով 5-1 հաշվով, իսկ այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար, որից հետո խաղային օրը մեզ մոտ շարունակվելու է։